Լիկա, դու ողջ ես? Լիկա, մոտիկ նայ, ես աղապակի է։ Սաշ։ Լիկա, մոտիկ մի արի։ Լիկա, ոտերը տաղնուտվես։ Սաշ։ Լավ, հետո կխոսում։ Լիկա։ Լիկա։ Ես ինչ երացար։ Կխելագարվում ես։ Դե իմ ասա, ինչի մասին ես ուզում խոսես։ Կարոյի։ Մենք այդ թեմայով արդեն 1000 անգամ խոսել ենք։ Աննա, ես ուզում եմ, որ ինձ հետ շատ անկեղծ լինես հիմա։ Ան, դու գիտես, որ ես Կարոյի հանդեպ զգացմունք չունեմ ու չեմ էլ ունեցել։ Չէ՞։ Գիտեմ։ Դու գիտես, որ ես ձևեր թափել չեմ սիրում, ինչ մտածում եմ, ասում եմ։ Բայց հիմա մի խոսքով ամեն ինչ խառնվել է իրար, Կարոն, չգիտեմ։ Ինչ կա, որ այն ժամանակ դու ասում էիր, որ Կարոն դուր չի գալիս, իսկ հիմա ամեն ինչ փոխվել է։ Ու դա չի նշանակում, որ ամեն ինչ խառնվել է իրար։ Չհասկացա, դու էլ ես մտածում, որ ինչ-որ բան փոխվել է։ Հա։ Ինչի, բայց Աննա, ինչ եք բոլորդ այտենց մտածում։ Որովհետև այդպես է, ես չեմ հասկանում, թե ինչի ես անհանգստանում։ Ամեն ինչ նորմալ է, դու ինքդ ես միշտ ասել, որ Կարոն շատ լավ տղա է։ Կարոն էլի լավ տղա է, ես հիմա էլ եմ ասում, բայց ինչ անեմ ես, Աննա։ Բայց ինչի համար, ինչի պետքա դու ինչ-որ բան անես։ Ան, ես ուղղակի զգում եմ, որ Կարոյի հետ շատ կոպիտ եմ ու հիմա փորձում եմ մի քիչ ավելի մեղմ լինեմ իր հետ, ավելի լավ վերաբերմունք ցույց տամ, բայց դա չի նշանակում, որ իմ ինչ-որ բան ա փոխվել։ Հասկանում ես։ Կարոն իմ վերաբերմունքից, չգիտեմ, մտածում եմ, որ մեր հանդիպումները ինչ-որ բան են նշանակում կամ ես ուղղակի փորձում եմ իր հետ լավ ընկերական հարաբերություններ ստեղծեմ, Աննա։ Ինչի ոչ մի բան չես ասում։ Դուք չեք հանդիպում։ Աննա։ Ինչ։ Ինչ է նշանակում դուք չեք հանդիպում։ Իհարկե չենք հանդիպում, Աննա։ Դե ուղղակի ես մտածում էի, որ դու Կարոն… Չէ։ Ուղղակի իմ լավ վերաբերմունքը լրիվ ուրիշ կերպ է հասկացվել, ես չեմ ուզում հիմա էլի կոպտեմ այդ տղային, որովհետև անիմաստ կլինի այդ ամեն ինչից հետո իմ այդ վերաբերմունքը, բայց ես չեմ էլ ուզում, որ ինքը տենց մտածի կամ ինչ-որ բոլորդ այդպես եք մտածում, ես այդ չեմ ուզում։ Ու հիմա շատ վատ վիճակում եմ հայտնվել, ես չգիտեմ ինչ անեմ։ Հա, ես հասկացա Աննա, ես քեզ ասել եմ, որ ես ինձ վատ եմ զգում։ Ան, դու շատ լավ գիտես, չէ, որ մենք այն հարաբերությունների մեջ չենք, որ դու ինչ-որ բան ասես, որ ես քեզ հասկանամ։ Ես քեզ շատ լավ եմ ճանաչում։ Ու շատ լավ զգում եմ, որ դու Կարոյի հանդեպ զգացմունքներ ունես։ Պետք չի ինձ խաբել։ Ես նենց համով տորտիկ ունեմ։ Կուտես։ Բեր։ Կներեք, որ խանգարեցինք։ Չէ, ամեն ինչ նորմալ է։ Բայց…
Եղեք։ Այսօր ես շատ գործ ունեմ։ Ինձ ներեք ես գնամ, հա, Բալիկ ջան։ Բայց Արսենը դրսում է, որ մենք գալիս ենք չտեսանք։ Հա, դրսում ինձ սպասում է։ Շատ գործ ունեմ, հա։ Ես գնամ հետո մեր տանը կճաշենք մի օր, հա։ Հաստատ ինչ-որ մի բաներ եղել։ Ինի սուրճը չի խմել։ Շատ սոված եմ, բարի մի բան ատենք, հա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես եմ սոված։ Մի բան ասեմ։ Ինձ մեր քավորը շատ է դուր գալիս։ Հա, ոնց։ Ասում եմ, չինք շատ լավ մարդ է։ Իհարկե շատ խիստ է, բայց գիտես փոքր ժամանակ ամաչում էի նույնիսկ իր աշկերի մեջ նայեմ։ Ինձ հոր նման է եղել։ Չնայած հիմա էլ է տենց, բայց ես շատ եմ հարգում եմ։ Ուրախ եմ, որ ինքն է լինելու մեր քավորը։ Հա, բա լավ։ Ես միշտ էլ իմացել եմ, որ ինքն է լինելու քավորս։ Իսկ ինքը երեխաներ չունի։ Ունի։ Աղջիկ ունի Նարեն։ Լուրջ։ Բա ասում էիր։ Այդ շատ երկար պատմություն է քեզ կպատմեմ։ Հիմա կպատմես մի քիչ։ Չէ, հետո կպատմեմ։ Համել չգիտես, որ սոված եմ լինում, խոսալս չի գալիս։ Լավ։ Արի պատվիրենք մի բան ուտենք, հետո մի ուրիշ անգամ խոսենք այդ թեմայով։ Լիկա մա ջուր խմի։ Լիկա։ Չեմ ուզում գնա, քաշի քո ջուրը։ Խի բայց լի։ Չեմ ուզում քո ջուրը գնաստից։ Լիկա դու գժվել ես, չեմ հասկանում։ Ասում եմ չեմ ուզում, գնաստից։ Ինչի տենց բան արեցի Լիկա։ Ամբողջ օրը գլխիցս դուրս չի գալիս։ Հենց աչքերս փակում եմ, աչքիս առաջ ես գալիս։ Ոնց ես։ Նորմալ։ Էլ այդքան չես ասում, չէ։ Չէ, այդքան էլ չէ։ Շատ լավ է։ Միշտ ես արդեն լավ եմ։ Խնդրում եմ ինձ դուրս գերեք։ Ես չեմ ուզում, որ այսքան դանդաղ ես գործընթաց։ Դուք ինձ ես դուրս գերեք, միանգամից կսկսեն արտաքննությունը։ Ես գիտեմ, որ սպասել դժվար բան է, բայց պետք է սպասես։ Էլ չեմ դիմանում բժիշկ։ Մի քանի օր։ Բա ասում եք ամիսներ կտևի։ Դե քո ապակինումը շատ ավելի արագ է ընթանում, քան ես պատկերացնում էի։ Չնայած լրիվ բուժվելու համար ամիսներ են պետք, բայց կարծում եմ քեզ մի քանի օրից կարողանանք դուրս գերել։ Այդպես շատ ավելի լավ կլինի։ Դու այնտեղ քո բուժումը կշարունակես, դեղեր կխմես, ու ամենակարևորը, որ լավ սնվես։ Քեզ համար սնունդը հիմա ավելի քան կարևոր է։ Մանավանդ որ գեներալը քեզ ամեն օր նման ուտելիքներ է շատ ուղարկում։ Ինչի՞ սա պետք։ Պետք է։ Դու դեռ 20 տարեկան չկաս, ամբողջ կյանքդ առջևում է։ Եթե խելոք լինես, ասածներս ակաժների տող կանես։ Ամեն ինչ լավ կլինի, մի մտածի, դու մենակ չես։
Մայրս ճիշտ էր ասում, իմ ճշմարտությունը ոչ մեկին օգուտ չէր տալու, այդպես էլ եղավ, ամեն ինչ ավելի խճճվեց։ Աղջիկներս դարձել են անկառավարելի, շուն ու կատու են դարձել, անընդհատ կռվում են։ Նարին սկսել է թվալ, որ գեներալը ավելի արագ ու ճիշտ կլուծի իր խնդիրները։ Ապրում էինք էլի, ամեն ինչ խառնվեց իրար։ Արմենուհի նշանովնա, ձեզ ներքևում սպասում են։ Ով։ Փոքրիկները հուսով սպասում են։ Ով, չհասկացա։ Դե երեկվա կեսարանով ծնված երեխայի մոտ խնդիրներ էր առաջացել։ Ման գալիս է, քիչն եմ հիմա։ Չէ, ամեն ինչ կարգին է։ Ես գլխավորին խնդրեցի եւ նա արդեն ասեց ինչ պետք է անենք։ Ում խնդրեցիր։ Դե դու այստեղ չէիր, իսկ ես չհամարձակվեցինք նորեն ինչ-որ բան անել, ի վերջո ով է պատասխան տալու։ Կարծեմ նա էլ մանկականի մասնագետ է, չէ։ Չգիտեմ ինչի ես ուզում հասնել, բայց ասեմ, որ քո բոլոր ջանքերը իզուր են։ Ես։ Բայց ես ինչ արեցի։ Անպայման պիտի գլխավորը իմանար, չէ, որ ես մի ժամով դուրս եմ եկել։ Ինչ անեմ։ Արդեն բացատրեցի, թե ինչ իրավիճակ էր։ Լավ, կներես։ Ես գնամ։ Ախր ես չեմ կարող երկար ժամանակով բացակայել, չէ որ ես բաժնի վարիչ չեմ։ Էդ էր հա քեզ անհանգստացնում։ Մինչև նա չես կարող համակերպվել։ Դիրա։ Հա, մամաս ասարքին։ Հա? Ուղղակի իրոք շատ վատ բան ստացվեց, ես չէի ուզի, որ ամեն ինչ սենց լիներ։ Ուրեմն դու ոչ իր հետ խոսա, ոչ էլ իմ հետ այդ թեմայով։ Արի ուրիշ բանից խոսենք։ Ու ինձ թվում է, որ դու պիտի իրան ասես այն ինչ, որ դու հիմա ինձ ես ասել։ Պիտի խոսակ իրար հետ ու վերջ։ Հան ես գիտակցում եմ այդ ամեն ինչը, բայց հեշտ չի, չէ՞։ Այդ մարդուն այդ ամեն ինչը ասել։ Գիտես Կարոյի բնավորությունը։ Բայց հետո ավելի դժվար է լինելու։ Էդ էլ է ճիշտ։ Ուրեմն հենց վաղն էլ հետը կխոսամ։ Գիտեմ, որ ծանր խոսակցություն է լինելու, բայց հաստատ պետք է։ Չէ՞։ Ուրիշ խոսակցություն, մամայ կասես, որ շատ համեղ է։ Սիրելիս, մեր կենացը և այսօր մեզ հաջողություն։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Կինս է ծանոթացեք, Լարիսա։ Շատ ուրախ եմ ծանոթանալու համար։ Պարոն Սարգսյան, շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը։ Շատ զգացված ենք։ Ես իհարկե շատ ժամանակ չունեմ։ Ես հասկանում եմ, եւ հիմա մենք կճաշենք, իսկ ճաշի ընթացքում ես կներկայացնեմ ձեզ իմ ծրագիրը, լավ։ Կներեք։ Այո։ Սա քո գործընկերն է։ Ոչ, նա շատ հարուստ մարդ է։ Մենք նրա հետ իրագործում ենք բարեգործական ծրագիր։ Ճիշտ է դու ինձ ասել ես։ Այո, նրանից շատ բան է կախված սիրելիս։ Եթե նա իր համաձայնությունը տա, մնացած ներդրողներն էլ նույնպես կտան իրենց համաձայնությունը։ Դա շատ կարևոր է սիրելիս, շատ։ Արսե։ Բայց մի քանի անգամ նա արդեն մերժել է ինձ։ Ինչու։ Որովհետև
որովհետև հասկանում ես, խոսքը գնում է շատ մեծ գումարի մասին, եւ նա պետք է վստահ լինի, որ գումարը ճիշտ կծախսվի։ Այո, իսկ հիմա նա ավելի վստահ կլինի, որովհետև տեսա, որ ես կին ունեմ։